դու մինչև որոշումը չես կայացնում, մինչև չես առաջի քայլը անում, որ սո որոշում ես կայացել, դու չես կարող հստակ իմանալ, դու ճիշտ որոշում ես կայացել, թե չէ։ Հենց կայացնում ես, այդ պահին հասկանում ես, լավ բան ես արել, թե չէ, ու այդ պահին հասկանում ես, որ պետք չի եղել քեզ այդ որոշումը, հենց կայացման պահին։ Ու այդ պահին պիտի միանգամից որոշումդ cancel անես, hedge անես, փոխես, հենց այդ պահին չուշացնես։ Եթե այդ պահին այդ զգացմունքը եկել է, որ դու ճիշտ որոշում չես կայացրել, օրինակ աղջիկա ուզում է մեկը դուրն է եկել, կամ մի տղա եկել առաջարկ արել, կամ չգիտեմ ծնողներով բան են արել, հալա այն իրար հետ հանդիպում են, բան եւ այլ, ու որոշում են կայացել, որ ամուսնանան, ու պետքա խնամախոս լինի, չէ, առաջինը գալիս են իրար տեսնում։ Ու հտա այդ պահին այդ աղջիկը հասկանում է, որ սա իրանը չի։ Պահի տակ, հենց այդ պահին, պիտի ասե, շատ հաճելի է, կանյակը խմալ, շոկոլադը կերալ, բայց բարի գիշեր, միշտ նոր հանդիպում եթերում։ Բայց եթե ինքը ամոթի տակ այնգում, որ ամոթ, ծնողներս գիտեն, այս մեկը գիտեն, всё, արդեն պրոբլեմա է։ Բայց то есть հենց առաջի քայլը անում ես, դու հասկանում ես, դու ճիշտ ես որոշումը կայացել, թե չէ։ Բայց արդեն որ մի քիչ անցնում է, արդեն եկել ես հասել այն վերջ կուլմինացիային, որ պետք է այդ որոշումը իրականացնես, դա ուժը խոդ է ընկնում քո գիտակցության կասկածանքը։ Դա արդեն կասկածանքն է, դու տարան չպիտի լսես ուժը, տարանով չպիտի առաջնորդվես։ Ու միշտ հիշեք, հանձնվելու ցանկությունը միշտ ի հայտ է գալիս հենց հաղթանակի նախաշեմին։ Միշտ սա որ արդեն պիտի ստացվի, այդ պահին քեզ ուզում ես հետ գնաս։ Այդ պահին դու ուզում ես զարի տաս արդեն, ուզում ես հետ կանգնես։ Բայց տեղ արդեն որոշումը չպիտի փոխես, տեղ ուժը միջև պետք է գնաս